Բողոքի ալիքը բարձրացավ ատեստացիայից հետո, գրքերում կային բազմաթիվ տառասխալներ, գրքերում կար հղում Վիկիպեդիա ազատ հանրագիտարանից, ինչպես կարող ենք հղում տալ մի աղբյուրին, որը մեզնից յուրաքանչյուրը կարող է մտնել և խմբագրել, չեղարկել բոլոր ատեստավորումը չանցած հոգեբանների թեստերը և տրամադրել նոր թեստեր։ 16 ամուր գրականություն էր հրապարակվել, որից թեստերում ներառվել էր շատ քիչ գրականություն։ Ողջույն Արմնուրայեմի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Սուսաննա Ստեփանյանին, ով բարձրաձայներով է ատեստավորված հոգեբանների բողոքը։ Սուսաննա, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Նախ ձեզ կխնդրեմ ասել, թե ինչ բողոքի մասին է խոսքը եւ ինչից է սկսել այս բողոքի ալիքը հոգեբանների շրջանում։ Բողոքի ալիքը բարձրացավ ատեստացիայից հետո, երբ անցանք կամավոր ատեստավորումը, տեսանք թեստի հարցերը եւ բարձրացնում ենք մեր արդար բողոքը։ Ինչից ելնելով դարձավ բողոք։ Թեստերի արդյունքը լավը չէր, հարցերը լավը չէին, ինչն էր վատ։ Բողոքի ալիքը բարձրացավ ատեստացիան անցնելուց հետո, երբ տեսանք, թե թեստերում ինչ հարցեր էին նախատեսված, թեստերում չկար նախատեսված կրթության հոգեբանին վերաբերվող գեթ մեկ հարց, կդժվարանայինք որևէ հարց գտնել։ Բայց դուք որպես կրթության հոգեբան եք մասնակցում ատեստավորմանը։ Այո, մենք բոլորս ներկայացնում ենք կրթության ոլորտը, թե դպրոցի հոգեբաններն էին մասնակցում, թե տմակների հոգեբանները, թե մանկապարտեզի հոգեբանները, հետևաբար ըստ երևույթին ատեստացիայի հարցերը պետք է վերաբերվեն տվյալ ոլորտում աշխատողներին, այլ ոչ թե առհասարակ գիտության ոլորտում աշխատողներին։ Եկեք մի քանի կետով հասկանանք խնդիրը ինչումն է, խնդիրը ումն է կամ արդյոք դա նախարարությունն է, թե արդյոք ԳԹԿ-ի մեղավորությունն է, որ հարցերը որոշակի կերպով կարծես թե չէին համապատասխանում։ Ես դուրս եմ գրել բոլոր հոգեբանների անունից այն խնդրահարույց կետերը, որին մենք անդրադարձել ենք։ Առաջինը վերաբերվում է այն գրքերին, որոնք հրապարակել էր ԳԹԿ-ն։ Նախ 16 ամուր գրականություն էր հրապարակվել, որից թեստերում ներառվել էր շատ քիչ գրականություն։ Ընդ որում, հենց կրթության հոգեբանին վերաբերվող հարցեր նման գրքերը ներառված չէին։ Նաև պետք է անդրադառնամ, որ գրքերում կային բազմաթիվ տառասխալներ, գրքերում կար հղում Վիկիպեդիա ազատ հանրագիտարանից, ինչպես կարող ենք հղում տալ մի աղբյուրին, որը մեզնից յուրաքանչյուրը կարող է մտնել և խմբագրել։ Այստեղ ուզում եմ անդրադառնալ նաև, թե ինչպես էին թեստը կազմել։ Հոգեբանության մեջ կա Վեբեր-Ֆրեխների հասկացությունը, օրենքը, որը հենց գրքի մեջ սևով գրված է, իսկ թեստի մեջ պատասխանը վերցրել էին որպես հոգեֆիզիկայի օրենք, որը շատ փոքր տառերով որպես երկրորդային մաս գրված է, իսկ մասնագիտական տերմինաբանության մեջ օգտագործում ենք Վեբեր-Ֆրեխների օրենքը, այլ ոչ թե հոգեֆիզիկայի։ Այսինքն անհամապատասխանությունը օրենքների թեորեմների վերաբերյալ։ Նաև ուզում եմ նշել, որ գրքերի անհամապատասխանություն կար, գրքերի մի մասը չէր գրած, մի գիրքը չէր փոխլերացնում մյուս գրքին, մտքերը հակասում էին, գրքերում մտքերը աղճատված էին, ինչպես նաև թարգմանությունը չէր հարմարեցված հայ լեզվամտածողությանը։ Եկեք արձանագրենք, գրքերը տվել էր նախարարությունը ցանկը։ Գրքերի ցանկը տեղադրել էր ԳԹԿ-ն ուղեցույցի մեջ։ Հասկացա, որոնք չեն համապատասխանել, իսկ գրքերը ձեզ նախկինում ծանոթ եղել են։ Որոշ գրքեր ծանոթ են եղել, որոշ գրքեր ծանոթ չեն եղել, ինքս կային գրքեր, որոնցից երբևէ չէի օգտվի, քանի որ առկա են բազում մտքերի աղճատումներ։ Գրքերի մասը հասկացանք, այլ ինչ խնդիրների եք հանգել, որը եւս հանգեցրել այս բողոքին, կարծում եմ գրքերին լուծելի խնդիր կլիներ։ Այո, նախ ինչու է մեզ ատեստացիայի թղթային տարբերակի մասին տեղեկացվում երկու օր շուտ, ընդ որում ոչ թե ծանոթման ձևով, այլ ուղղակի պատահական մտնում ես ԳԹԿ ուղեցույց եւ այնտեղ երևում է, չէ՞ որ մինչեւ այդ մենք իմացել էինք, որ էլեկտրոնային տարբերակով է անցկացվում։ Բացի այդ, ինչու ենք մենք պատասխանները իմանում 3 օր ուշ, 3 օր հետո։ Դա թույլ է տալիս անվստահություն հայտնել, կարող է տեղի ունենալ ինֆորմացիայի արտահոս, կարող է տեղի ունենալ այնպիսի բան, որ այլ մարդկանց անուններ հայտնվեն անցածների շարքում, որոնք չեն մասնակցել։ Ճակերտավոր կոռուպցիոն ռիսկը այդ դեպքում մեծանում է, այսինքն։ Կոռուպցիայից չեմ կարող խոսել, բայց անվստահություն ամեն դեպքում հայտնում ենք, թե ինչու է 3 օր ուշ հայտնում, ինչ է տեղեկացվել բավական ուշ, որ թղթային տարբերակով է։
Եկեք մեր հեռուստադիտողների համար եւս ընդգծենք, որ մինչ այս յուրաքանչյուր ուսուցիչների դեպքում յուրաքանչյուր ատեստավորման նախագիծ եղել է on-line հարթակում, լրացնելուց հետո պատասխանները միանգամից տեսանելի են եղել լրացնողի համար։ Այո, ուսուցիչների Ձեր դեպքում այդպես չէր։ Մեր դեպքում այդպես չէր, մեզ զգուշացված չէր, նույնիսկ ես զանգել եմ նախարարություն ատեստացիայից առաջ, հարցնելով on-line է, թղթային տարբերակով թե on-line, պատասխանել եմ, որ on-line է, ես ասել եմ ԳԹԿ-ում տեղադրված է, որ թղթային է, պատասխանը ստացել եմ, զանգեք ԳԹԿ։ Դե ԳԹԿ-ից ես զանգել եմ, պատասխան չեմ ստացել, երկրորդ անգամ էլ չզանգեցի։ Իսկ նախարարությունը ձեզ հնարավոր կամ ԳԹԿ-ն թեկուզ հնարավորություն տվել է բողոքարկելու եւ թեկուզ սխալների շտկում անելու կամ նման ինչ-որ։ Բողոքարկման կարգը նույնպես անհասկանալի է։ ԳՏԿ-ի աշխատակիցը ասում է կարող ենք բողոքարկել ընդ որում դեկտեմբերի 1-ին մինչև ժամը 6-ը, իսկ նույն չեմ կարողացել նույն թե այլ աշխատակիցը ասում է բողոքարկեք պատասխանները ստանալուց հետո։ Փաստացի մենք դեռ պատասխանները չգիտենք եւ բողոքարկման գործընթացը ինքնին անորոշ է։ Չենք հասկանում հիմա բողոքարկենք ըստ այդ աշխատակցի, թե սպասենք բողոքարկենք այն ժամանակ, երբ որ կլինեն պատասխանները։ Այսինքն իրար վրա գցելու պրակտիկան կա ամեն դեպքում։ Դե հակասում են միմյանց։ Ձեր քայլերը որոնք են լինելու, արդյոք դուք արդեն իսկ դիմել եք կոնկրետ դուք եւ ձեր հոգեբանների մյուս խումբը, ովքեր մասնակցել էին ատեստավորման, նրանք ինչ են կարծում, դիմողներ հիմա կան, թե սպասում են արդյունքների։ Կոնկրետ ես եւ հիմա եմ գրել բողոք դիմումը եւ հետո եմ գրելու, քանի որ ես չգիտեմ, որ տարբերակներ ճիշտ ինձ ապահովագրելու համար եւ շատ հոգեբաններ հետեւել են իմ օրինակին, իրենց մեյլին եւ հիմա են ուղարկել եւ արդեն արդյունքները ստանալուց հետո են ուղարկելու։ Ինչ հույսեր ունեք կապված բողոքի հետ։ Չենք կարողացել, բայց ամեն դեպքում ակնկալում ենք անաչառ վերաբերմունք, ակնկալում ենք, որ մեր իրավունքները կպաշտպանվեն, նաև պետք է նշեմ, որ ուսուցիչների դեպքում կամավոր ատեստացիայի հաղթահարելի շեմը 60-ից 70%-ն է եւ տեղի է ունենում դրույքաչափի բարձրացում 200,000 դրամ աշխատավարձ են ստանում, իսկ հոգեբանների դեպքում 70%-ն է անցողիկ, ընդ որում հավելավճարով չունենք դա։ Հավելավճարով, այսինքն ձեր աշխատավարձին է հավելավճար լինում առանց ֆիքսվածի փոփոխության։ Սուսաննա, նշեցիք մի քանի խնդիր կապված բովանդակային գրքերի հետ կապված անհամապատասխանությունների, արդյոք թեստի կառուցվածքի վերաբերյալ որևէ խնդիր չի եղել։ Թեստի կառուցվածքի հետ կապված ակնառու խնդիրներ են եղել։ Առաջինից 15 հարցը նշովի պատասխաններ են, գնահատվում է 1 միավոր, 16-ից 30-ը 7 պնդում է, ընդ որում նշված չէ, թե քանի ճիշտ պատասխան կա եւ այդ հարցի ժամանակ, եթե դու հանկարծ մեկը չես ներառել, ուղղակի զրոյանում է։ Այսինքն, եթե ստացվում է այդ պատասխանի մեջ դուք ունեք 5 ճիշտ պատասխան, բայց ներառել եք 4-ը, քո 4 պատասխանը զրոյանում է մի սխալի պատճառով։ Կուզենանք սա քննարկման հարց դրվի, թե ինչու է այդպես։ Այսինքն թեստերի կազմման ժամանակ ըստ ձեր տեղեկությունների, եթե գիտեք, եթե ոչ, հոգեբաններ մասնակցել են, թե չեն մասնակցել, այսինքն մասնագիտական միջամտություն եղել է թեստերի կազմման։ Մենք չգիտենք ով է թեստերը կազմել, բայց մի հարց է հետաքրքրում, թեստ կազմողը արդյոք աշխատել է կրթության ոլորտում, եթե աշխատել է, ինչպես կարելի է նման թեստ կազմել, թեստ, որը կապ չունի կրթության ոլորտի հոգեբանի հետ։ Սուսաննա, բացի նշված խնդիրներից, այլ ինչ իրավունքների խախտումներ եք նկատել կոնկրետ ձեր նկատմամբ։ Ըստ կանոնակարգի 10 օր շուտ պետք է տեղեկանայինք, որտեղ է անցկացվում կամավոր ատեստավորումը, սակայն տեղեկացրել ենք 2 օր շուտ։ Նաև պետք է արձանագրենք, որ որոշ քննական կենտրոններում պարզապես չեն ջեռուցվել եւ մարդիկ չջեռուցվող պայմաններում անցկացրել են իրենց ատեստացիան, ինչը կարծում եմ, որ ոչ պատշաճ վերաբերմունք է։ Նաև պետք է նշեմ, որ թեստերի պատասխանները պետք է հրապարակվեին ժամը 16:00-ին, այնինչ հրապարակվել են ժամը 21:00-ին։ Արդյոք սա անլուրջ վերաբերմունք չէ հոգեբանների նկատմամբ։ Ճիշտ պատասխանները պետք է հրապարակվեին ժամը 16:00-ին, հրապարակվել են ժամը 21:00-ին։ Վերջին արդյունքը ո՞րն է լինելու, ո՞րն է հոգեբանների համայնքի պահանջը։ Հոգեբանների համայնքի պահանջը այն է, որ նախ վերանայեն 16-ից 30 հարցերի հաշվման կարգը, այսինքն ամեն ճիշտ հավատացանի համար հաշվի 1 միավոր, նաև չեղարկել բոլոր ատեստավորումը չանցած հոգեբանների թեստերը եւ տրամադրել նոր թեստեր, մենք կարողանանք գրել թեստերը կազմված լինեն կրթության հոգեբանին վերաբերվող
դա, նաև խնդրում ենք իջեցնել շեմը 60-ից 70-ը, սարքել 60, քանի որ նույն ոլորտում աշխատող այլ մասնագետներին է, եթե 60 է, հարց է առաջանում, ինչու է հոգեբաններին է 70։ Այսքանն էր։ Այսքանն էր։ Շնորհակալություն Սուսաննա։ Կհանդիպենք։